Լույս է տեսել ՀԱՕԿ փոխնախագահ բռնցքամարտի միջազգային կարգի մրցավար Դերենիկ Գաբրիելյանի ծավալուն գիրքը «Իմ կյանքի ռինգը» վերնագրով։ Երկար ու ձիգ 80 տարիներից 70-ն անցկացրել է սպորտում, որպես մրցավար սպասարկել է աշխարհի ու Եվրոպայի բազմաթիվ առաջնություններ եւ օլիմպիական խաղեր։ Ամենածանր տարիներին հանձն է առել պահպանել ու 30 տարի գլխավորել է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական քոլեջը։ Գրքի շնորհանդեսին ներկա են հայկական սպորտի վառ աստղերը, աշխարհահռչակ բռնցքամարտիկներ, ըմբիշներ, Արարատ 73-ի լեգենդար ֆուտբոլիստներ, տարբեր այլ մարզաձևերի ներկայացուցիչներ։ Իմ կյանքի ռինգը գրքում ոչ միայն մարզական անվանի գորշի անցած ուղու պատմությունն է, այլև անդրադարձ հայկական սպորտի կարևոր հաղթանակներին ու նշանավոր մարդկանց։ Գրքում հատուկ անդրադարձ կա նաև ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, որի շնորհիվ 2005 թվականից հայկական սպորտը զարթոնք է ապրում։ Գիրքը պետք է լույս տեսներ դեռ 2 ամիս առաջ, բայց հետաձգվեց։ Պետք է ավելի շուտ այս գիրքը լույս տեսներ, բայց ես վերջում ինչպես միշտ խնդրեցի Ծառուկյանը մի հատ նայի գիրքը ծանոթանա, իր կարծիքը ասի եւ ինքը գիտեք ինչ, ասեց Դերենիկ, դու լինելով բռնցքամարտ, բայց դու օլիմպիական կոմիտեի փոխնախագահ ես երկար տարիներ, դու պետք է շատ բոլոր մարզաձևերից գրես, այդ թվում եւ քիչ գործ չի արել մեր ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանը։ Ես մեծ սիրով ընդունեցի դիտողությունը, ավելացրել եմ եւ շնորհակալ եմ ամեն ինչի համար։ Դերենիկ Գաբրիելյանը մայրենի լեզվով է նաև գիրք գրելու, բայց արդեն ավելի ծավալուն, նոր գլխագրերով ու բովանդակությամբ։ Համահայկական միասնության խորհրդանիշ դարձած Հիսուսի արձանի մոտ է ուզում նաև աշխարհին պատմել, թե ինչ հսկայական աշխատանք է կատարում Ծառուկյան ընտանիքը։ Հատիսի գագաթին։ Ես պարտավորվել եմ, որ իմ մայրենի լեզվով պետք է այս գիրքը թարգմանեմ եւ 2 գլուխ ավելացնեմ, քանի որ ես ունեմ նպատակ, այն որ ինչ-որ հիմա կառուցում է Գագիկ Ծառուկյանի ընտանիքը, այդ հզոր մոնումենտալ շինությունը պետք է արտահայտվի եւ իմ գրքում, որ կարողանան տարբեր երկրների մարդիկ ծանոթ լինեն իմ հայրենիքի հետ, իմ Հայաստանի հետ։ 81-ամյա գործիչը միակ բռնցքամարտի մրցավարն է աշխարհում, որն արժանացել է միջազգային օլիմպիական կոմիտեի փառքի շքանշանին։ Նա այսօր էլ աշխատում է նպաստելով հայկական սպորտի զարգացմանն ու փորձը փոխանցում հաջորդ սերունդներին։ Արամ Մանուկյան, Ալեքսանդր Կիրոյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։